2018-ին իշխանության եկած ու նախկիններին մերժած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այդ տարիներին ժողովրդի սիրելին էր, բայց մի քանի տարի անց պատկերն ակնհայտորեն փոխվեց։ Այսօր Փաշինյանին աջակցող քաղաքացիներն արդեն զղջում են իրենց այդ քայլի համար։ Դրա վառապացույցն էր Փարաքարի եւ Գյումրիի դիմընտրությունները, որոնց ընթացքում քաղաքացիները ակնհայտ մերժեցին Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներին, ինչը ցույց է տալիս, որ ընտրազանգվածը սկսել է կորցնել վստահությունը իշխանությունների նկատմամբ։ Տիկին Հովսեփյան թե Փարաքարում, թե Գյումրիում ԿՊ-ն խայտառակ պարտություն կրեց, հատկապես Փարաքարում, իսկ Գյումրիում մենք տեսանք լրագրողների ահազանգները լցոնումների մասին, հոսանքազրկման դեպքը, ամփոփ կերպով ասված, սա նշանակում է, որ Փաշինյանը ամեն կերպ փորձում է պահել իր իշխանությունը, ինչպես կմեկնաբանեք։ Բնական է, որ Փաշինյանը ամեն կերպ փորձում է պահել իր իշխանությունը, ինչպես մենք տեսանք Երևանի ընտրություններում, ինչպես տեսանք Գյումրիի նախկին քաղաքապետի ձեռքից պաշտոնը խլելը կամ մնացած բոլոր տեղերում քրեական հետապնդումներ եւ այլն, եւ Գյումրին էլ համարվելով հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը իր համար շատ ծրնդու է եւ Երևանը եւ Գյումրին իր ձեռքում պահել հետագա քվեների համար, որպեսզի ապահովի հետագա քվեներն իր։ Բայց բնական է բնակչությունը այդքան, այսպես ասած, այլևս կառավարելի չի, ինչպես իրեն թվում էր եւ էլ չի վախենում, ինչպես իրեն թվում էր։ Ցավալի արդյունք է այն, որ շատ քիչ մասնակցություն ունեցան Գյումրիում, բավականին ցածր ցուցանիշ էր Գյումրիի համար, բայց միևնույն ժամանակ տեսանք, որ այդքան ռեսուրսները օգտագործելով հանդերձ չկարողացան հավաքել շեմը եւ սա համարում եմ խայտառակ պարտություն, ընդ որում եթե թողնեին մարդկանց կամքին ընտրությունները, վստահեցնում եմ ձեզ, որ իրենք չեն կարողանա 10-15%-ի շեմը հաղթահարել։ Իշխանությունը այդ օրերին իր ողջ թիմով Գյումրիում էր, մարզպետներ, մամուլի խոսնակներ եւ այլն։ Սա օգնեց, թե հակառակը վնասեց Սարիկ Մինասյանի հեղինակությանը։ Գիտեք, իրանք այնքան են հեղինակազրկված արդեն, որ բոլորն էլ գնացին, Փաշինյանը ինքն էլ գնաց, ոչ մի բան չէր փոխվելու, բնական է, որ մարդիկ պետք է իրենց աշխատանքով ու ապրելակերպով ցույց տան գյումրեցիներին եւ ամբողջ հանրապետությանը, թե իրենք ինչքանով են մտահոգված առհասարակերպի ու պետության անվտանգության եւ մնացած բոլոր հարցերում։ Երբ վերջին օրերին իրենց նախկին ու ներկա պաշտոնյաներով լցվելով Գյումրիում, բացարձակ որևէ բան չփոխեցին, միակ բանը, որ փոխվեց, դրա արդյունքում մասնակցության թիվը քչացավ։ Ես վստահ եմ, որ դա նաև այդ ներկայացվածության արդյունքն էր, որովհետև մարդիկ ուղղակիորեն զզված ամեն ինչից չգնացին ընտրության, կարծելով, որ դե իրենց ձայնը էական բան չփոխի, որովհետև ԿՊ-ն այդքան որ լցվել են, ուրեմն իրենց անելիքը անելու են։ Բայց ես վստահ եմ, եթե մարդիկ գնային ընտրության, ապա մենք կունենային 51+-ով քաղաքապետ արդեն ընտրված եւ ոչ թե ընտատկերը կամ շատ ավելի բարձր արդյունքներ ընդդիմադիր արդեն տեխնացուների, քան այն ինչ որ մենք ունեցանք։ Իսկ ինչ վերաբերում է իրենց ներկայացվածությունը նրա համար էր, որ իբր ամեն մեկը, այսպես ասած, իր հետևորդներին տանի, բայց իրենք այնքան են վարկաբեկված, որ չգիտեն անգամ, որ չունեն հետևորդ ասվածը, ունեն մարդիկ, ովքեր որ այս պահին իրենց կողքին են, վաղը մյուսի կողքին կլինեն եւ այլն։ Սարիկ Մինասյանը ինքն անձամբ իր հեղինակությունը գծեց հենց իր հարցազրույցներով, նաեւ Արցախի հանդեպ իր վերաբերմունքով, ԿՊ-ի դիրքորոշումները պաշտպանելով, իսկ դա որևէ մեկը իրեն չի ստիպել անել, ինքն է անձամբ արել, դուրս է գալիս, որ ինքը իր դիրքորոշումը հայտնեց առիթի ստեղծվելու դեպքում։ ԿՊ-ն ինչ հետևություններ պետք է անի, քանի որ այս պարտությունը ցույց է տալիս, որ ժողովուրդը ակնհայտ չի ուզում տեսնել Փաշինյանի իշխանությունը, նույնիսկ մարդիկ քննարկում են այն վարկածը, որ Սարիկ Մինասյանը եթե չլիներ ԿՊ-ական, ապա հնարավոր է, որ հենց նա ընտրվեր Գյումրու քաղաքապետ։ Չեմ կարող այդպես ասել, որ Սարիկ Մինասյանը հենց կընտրվեր Գյումրու քաղաքապետ, եթե անգամ չլիներ ԿՊ-ական, որովհետև այնուամենայնիվ
հանգամանքներ կային, ինքը հենց պատերազմից հետո ԿՊ-ի հետ աշխատում էր եւ սոցիալական ծառայության պետն էր եւ որոշակի օրենբարկանիշը այդ առումով բարձրացել էր, որովհետեւ դրական էին գնահատում իր աշխատանքը, բայց չեմ կարծում, թե կհաղթահարեր նորից շեմը։ Ինչ ու պլյուս դրան այն հանգամանքը, որ Գյումրին բավականին անկանխատեսելի է, ընտրությունների առումով եւ չէ կարող նախապես կանխատեսել, թե ինչ կլիներ։ Հաջորդ բանը, ինչ պետք է մտածի ԿՓ-ն այս պահին ունի մեկ անելիք ուղղակի թողնի գնա մաքրի երկիր իրենցից։ Մի հարց էլ Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի մասին։ Ղուկասյանը կարծես թե իրեն զգում է արդեն քաղաքապետ եւ բացառում է այլ վարկած։ Ինչպես կմեկնաբանեք։ Ղուկասյանը անգամ երբ որ այն ժամանակ պարտություն էր կրում, էլի իրեն քաղաքապետ էր համարում եւ Գյումրիում եթե տեղի կար, այսպես ասած, ոչ ֆորմալ քաղաքապետարան, որը ինքն էր բացել եւ քաղաքապետ էր։ Այս պահի խելացի իրանց վարքագիծը կլինի հաշտեցումը եւ ոչ թե Վարդան Ղուկասյանի քաղաքապետի տեսքով, այլ հենց ընդդիմադիրներից որևէ երիտասարդ ընտրեն եւ տան հնարավորություն, որովհետեւ այնուամենայնիվ Վարդան Ղուկասյանը ունի շատ թիրախային ու խոցելի կետեր, որը հետագայում հաստատ կօգտագործեն ու ինքը դա պետք է գիտակցի։ Այս պահին իր էգոն բավարարվել է, բայց ինքը եթե իրապես մտածում է Գյումրիի մասին, գիտության մասին, ապա պետք է ուղղակի պահելով իր մանդատները, այսպես ասած, քաղաքապետի առաջադեմ առաջին դեմքի դեմքը փոխվի եւ երիտասարդներից որևէ մեկին տան հնարավորություն։ Թեկուզ եւ իր թիմին, ես չգիտեմ թիմի անդամներն ովքեր են, այնուամենայնիվ, բայց համարում եմ սխալ Վարդան Ղուկասյանի հենց քաղաքապետ լինելը, որովհետեւ որքան էլ փորձի ինքը բացառել, ինքը չի եղել լավագույն քաղաքապետը Գյումրիի համար եւ ցավոք չի լինելու, չի դառնալու լավագույն քաղաքապետը։ Ու սա շանս է ինքնամաքրվելու, սա շանս է հնարավորություն այլոց ստեղծելու եւ սա շանս է իրապես ապացուցելու, որ իր խնդիրը ոչ թե պաշտոնն է, այլ հենց Գյումրի քաղաքն ու երկրի անվտանգությունն ու տնտեսական զարգացումը եւ մնացած այլ բաները։ Իսկ Մարտուն Գրիգորյանի եւ իրենց այսպես ասած պապական թշնամությունը ես վստահ եի, որ կողքի չի կարող դրվել, որովհետեւ իրենց մոտ այսպես կա ազգակցական թշնամանք եւ որքան էլ ատելությունը Նիկոլի հանդեպ քաղաքական վերաբերմունքը լինի, միևնույն է մարդիկ են, ովքեր որ իրենց էգոն չեն կարող կողքի դնել։ Շա արդյունքն ունենք են, որ հիմա վտանգված է, Գյումրու վաղվա օրը, հերթական անգամ։ Դուք նախկինում եղել եք ԿՊ թիմի անդամ, հիշում եք մի այնպիսի դեպք, երբ պատգամավորը վիրավորի լրագրողին եւ դա թիմում դառնա քննարկման առարկա, ամեն դեպքում Կիրակի օրը ընտրություններից հետո Վիլեն Գաբրիելյանը թիրախավորեց Եռամեդիա 24-ի աշխատակիցներին, ինչը բավականին լայն քննարկման առարկա դարձավ, մինչեւ անգամ պատգամավորը հրաժարվեց իր մանդատից։ Եթե անկեղծ լինեմ, Քայլի խմբակցության պատգամավոր եղած ժամանակ չեմ հիշում դեպք, որ լրագրողների հանդեպ նման վերաբերմունք լիներ, ավելին բավականին հնարավորություններ կար լայն շփման լրագրողների եւ պատգամավորների, բավականին այսպես ջերմ հարաբերություններ կար, դա մինչեւ պատերազմներ լրիվ այլ վերաբերմունք էր, իրենց համար խաղալ էր պետք, այսպես ասած, հետագայում ես այդ ամեն ինչը հասկացա, իրենք խաղում էին նոր դերեր, իրենց տրված եւ իրենք դեր էին խաղում եւ խնդիր չունեին լրագրողներին վիրավորելու, որոշակի վերապահումներ ունեին բնականաբար ընդդիմադիր լրագրողների հանդեպ ինտերվյուներ տալու առումով, բայց վիրավորանքներ չեմ հիշում, գուցե եղել է, բայց այս պահին չեմ հիշում։ Իսկ արդեն պատերազմից հետո, մասնավորապես 21 ընտրություններից հետո հիշում եք ինչպես փոխվեց լրագրողներին, ինչպես մեկուսացրեցին ազգային ժողովում, ինչը չկար նախկինում, ինչպես սկսեցին վիրավորել ոչ միայն լրագրողներին, հանրությանը, եւ անպատժելիության մթնոլորտ է։ Եվ Վիլեն Գաբրիելյանի տավատքը հաստատ
ինչ որ ձևով շատ ավելի վատ չէր, քան օրինակ Ալեն Սիմոնյանի կամ Անդրանիկ Քոչարյանի եւ մյուսների։ Դա անպատժելիություն էր, իսկ Գիլենը իրենց համար կոկորդի փուշ էր եւ իրենք բնական է Գիլենին կճնշեին եւ ոչ թե Անդրանիկ Քոչարյան կամ մնացածին, հա։ Եւ Գիլենին դարձրեցին խավության նոխած, բայց այս պահին դրագրողական համայնքը, եթե տոնում է, այսպես ասած, հաղթանակ, որ Վիլենը մանդատը վայր դրեց Հասան հաջողության, ապա պետք է պահանջեն նույն Անդրանիկ Քոչարյանի մանդատի վայր դնելը, որովհետև ընդամենը օրեր առաջ վիրավորեց Ջեբեջան Լիբսիմեին եւ ոչ միայն այդ դեպքը մշտական դա եղած դեպքեր են, որ սրանից խուսափել այլևս հնարավոր չի, այլ պետք է պահանջել, որ համայնքը գնա կամ հարվածները կամ կոնֆլիկտները լիայի նկատմամբ հիշում են վերաբերմունք եւ մնացած բոլորի, այսինքն ժամանակ առ ժամանակ ԿՊ պատգամավորները հայտնվում են հենց այդ սկանդալի մեջ, մասնավորապես լրագրողների հետ շփման անկոռեկտության հետ եւ այստեղ պետք է համալիր պահանջ լինի եւ վերջապես այդ մեկ երկուսը որ մանդատը վայր դրեցին իրանցից պետարներն եկան, դա բան չի փոխելու, այստեղ ուղղակի ժողովրդավարություն են խաղում, ուրեմն ժողովրդավար կերպով երկիրը ազատ են իրենցից։ Փաշինյանի ցածր բարկանիշի մասին են փաստում նաև սոցհարցումները։ Գելապ ընկերության անցկացրած հետազոտության համաձայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր ունի միայն 11.3% ցայն, ինչը հաստատում է իշխանության նկատմամբ քաղաքացիների վստահության կտրուկ անկումը։